Նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ թթուջուր հատվածում բռնկված հրդեհը դեռևս չի մարվել։ Այն տարածվել է Ճամբարակի անտառատնտեսության որոշ հատվածներում, այրելով խոտածածկ տարածքներ ու ծառեր։ Փրկարար ծառայության հաղորդմամբ տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով շատ հատվածներում կիրակի մարման աշխատանքներն իրականացվել են անհատական միջոցներով։ Որոշ տեղերում հաջողվել է կասեցնել կրակի տարածումը, սակայն չոր ու քամոտ եղանակի պատճառով վերջնականապես չի հաջողվել հրդեհը մարել։ Հրդեհաշիճման աշխատանքները շարունակվում են։ Երևանում նախորդ գիշերը արձանագրվել է օդի որակի էական վատթարացում, պայմանավորված Հայաստանում տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով մասնավորապես ձմեռվա ամիսներին պետք է պայքարել, որպեսզի երևանցիներն իրենց բակերում աղբ եւ տերևներ չվառեն, քանի որ այդ հրդեհներից առաջացած տոքսինները ժամերով մնում են օդում։ Ըստ Ավինյանի, այդ տեսակ հրդեհներն ու իրենցից արտանետված տոքսինները մոտ 3-ից 5 անգամ ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին։ Նոյեմբերի 23-ին Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացրել է իր 7000-րդ պարեկությունը, հայտնում են ԵՄ առաքելության գրասենյակից։ Առաքելությունը շարունակում է հանձնառու մնալ իր մանդատին հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում, նշված է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար, եւ սա վերաբերում է ոչ միայն տրանսպորտային միջանցքին, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Նա նշել է, սա կարևոր է փոխադրողների համար ավելի լավ պայմաններ ապահովելու առումով, եւ մրցակցությունը դրա համար ավելի բարենպաստ հիմք է ստեղծում։ Մյուս կողմից, ըստ Պապուաշվիլիի, դա տարածաշրջանի կայունության ցուցանիշ է, որը կբարելավի ինչպես միջանցքի շուրջ ենթակառուցվածքները, այնպես էլ տարածաշրջանի տարբեր ոլորտներում ներդրումները։ Ժնևում Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել ուղղված Ուկրաինայում պատերազմն ավարտելուն, ասվում է Սպիտակ տան հայտարարությունում։ Բանակցությունները հանգեցրել են թարմացված ու հստակեցված շրջանակային փաստաթղթի, որը ըստ Վաշինգտոնի ամբողջությամբ կապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ կնպաստի արդար խաղաղությանը։ Տարածված հայտարարությունում սակայն չի հստակեցվում, թե ինչ փոփոխություններ են արվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած 28 կետանոց խաղաղության պլանում։ Նշվում է, որ կողմերը համաձայնել են շարունակել սերտ կապը եվրոպացի գործընկերների հետ, որոնք մնում են Ուկրաինայի գլխավոր աջակիցների շարքում։ Կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ Մոսկվայի Սպարտակի լավագույն ռմբարկուն Նիկիտա Սիմոնյանը։ Նրա մահվան մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։ Նոյեմբերի 20-ին Սիմոնյանը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել էր։ Հոկտեմբերի 12-ին նա դարձել էր 99 տարեկան։ Հայաստանի տարածքում նոյեմբերի 24-ից 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևանում նույնպես նոյեմբերի 24-ից 28-ին տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 14-ից 16, երեկոյան ժամերին 7-ից 9 աստիճան տաքություն։